Իմ զրուցակիցը Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Տարոն Տեր Խաչատուրյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Տեր Խաչատուրյան, ժամանակ գտաք, եկաք, եւ այսպես մենք արդեն մոտ ժամուկես քննարկում ենք այն, ինչ տեղի ունենում, շարունակվում է տեղի ունենալ Երևանում։ Համոզված եմ դուք եք ուշիով հետևում եւ կուզեի իմանալ ձեր գնահատականը, ինչ է կատարվում։ Խնդրեմ, նախ շնորհակալ եմ այս արիթին բարոն Արթուր, քիչ առաջ որ ակնարկեցիք Աչաբահյան Սրբազանին եւ եկեղեցին քաղաքական է թե չէ վեր քաղաքական է, բառը կորրեցիք։ Հետաքրքրական թեմա է, առաջ որ ես ուրեմն ծեր հարցումին ուղղակիորեն պատասխանեմ, այդ թեմայի շուրջ երկու բան ասեմ։ Շփոթ կա եւ նույնիսկ ասողներ եղան անցյալ շաբաթներու ընթացքին, որ իշխանությունը պետք չէ խառնվի եկեղեցին, որ ես համոզված եմ, որ այդպես պետք է լա, բայց նաեւ եկեղեցին խառնվել է քաղաքականության կամ իշխանության հետ կապված հարցերով։ Ես կարծեմ, որ շփոթ է այս մեկը, որովհետեւ հայ եկեղեցին եւ քիչ հետ կարիտ կլա, հատկապես Էջմիածնի մասին կխոսենք, ինքնին ասկային գարույց է, ինքնին հայրենասիրական գարույց է, նույն դրամապանությամբ ուրեմն 451 թվականին Ղևոնդ Երեցը պետք չէ առաջնորդեր հայկական զորքերը Վարդան Մամիկոնյանի գողքին, որովհետև այդ մեկը քաղաքական աշխատանք էր։ Նույն դրամապանությամբ եւ 1918-ի մայիս 28-ի նախօրեին Էջմիածինը գտիախավոր էր Թուրքիան, որովհետև հայության սիրտն էր Էջմիածինը, գրաված էր Ալեքսանդրապոլը եւ գուզեր այսօրվա Գյումրին կամ նախկին Լենինագանը եւ գուզեր քալել մինչեւ Էջմիածին, բարույր սևակի բարերով զանքերը ողանչեցին եւ որովհետեւ զանքերը ողանչեցին, այդ բարակային հայ ժողովուրդը նաեւ ոտքի գեցավ եւ գրծավ Սիլիգյանով, գրծավ Տրոյով, գրծավ Նազարբեգյանով, Սարդարաբադ, Ղարաքիլիսե եւ Բաշաբարան գերդել։ Եվ որ ասկը վտանգված է, հայրենիքը վտանգված է, հայ եկեղեցին ոտքի կգնա։ Եվ այդ մեկը արդա եկեղեցական, արդա գրոնական, արդա քրիստոնեական ազգային չէ սեբել։ Ուզեցի ծեր ասածը արձագանքել բարոն Արթուր։ Իսկ քնահատականի հետ կապված շատ զարմանալի եւ շատ արագընթաց երևույթներու մեջ են։ Երեք որ խոսեինք այս ժամադրության մասին, ես մտահոգեի որ 24 ժամվա մեջ աշխարհը 24 անգամ դարձած բիլլա Հայաստանի բարակային, քան թե մի անգամ իր շուրջ ոլորաբդույթ դառնա։ Եվ այդպես ալ եղավ։ Դեպքերը շատ արագ կընթանան։ Մեր վարչապետը այցելեց Անկարա, ունեցավ վադահամբավ այցելությունը Բոլիս, Իստանբուլ, ուր նույնիսկ չընդունվեցավ մեր բادرիարքարանին կողմը եւ հաղորդակցություն ելավ այդ մասին, պատճառը դրվեցավ Փոխանցո բادرիարքարանին կողմը մահմեդական տաճար այցելեց։ Այո, այդ մահմեդական երկիներու բանին կակնարկեք։ Չէ, Նիկոլ Փաշինյանը այցելեց Այո, հարց չի կա, նայեցեք, ադիգա ես քաղաքագործության եւ մշակույթի հետ բան կտեսնեմ, հարց չեմ տեսնել մահմեդական գետրոն այցելելը նույնիսկ, բայց իմ մտահոգությունս ուրիշ տեղ է։ Եվ որ քնած եւ Անկարայեն հունիս 20-ին ստացավ դիրեկտիվներ, որովհետև ինքը որոշած է գամագադար դառնալ, թե Թուրքիո, թե ուրեմն Ադրբեջանի շինզու սին խաղաղության ցարտ չի իրակորձված, անարդար, անիրավ եւ վարգազրգող խաղաղության իր ծրագրի մեջ ներկայիս որովհետև հունիս 2026-ին պաշտոնապես ընտրություններու թվականն է, նախքան ընտրությունները 1 տարի առաջ Հայաստանի մեջ բռնապետությունն է, որ կհաստատվի, դիկտատուրան է, որ կհաստատվի եւ ասոնք իրավական հետապնդումներ ըլլալ է շատ հերու գտվին ըլլալ։ Ասոնք քաղաքական հետապնդումներ են։ Այն որ Սամվել Ղարաբեդյանեն մինչև ով որ կուզեք, եթե վեհապարը ամենան հայոց վեհապարը Շվեյցարիա քնած 2-3 շաբաթ առաջ եւ Արցախի իրավունքները բարձրացուց համաշխարհային ամբիոնի, ուրեմն թիրախավորվելու է։ Ուրեմն այնպիսի լգդի, այնպիսի փողոցային, այնպիսի իսկապես ամոթալի լեզու կորցածվի սոցցանցերու վրա հայտարարություններու մեջ, որ ես երեք եվրոպական մամուլի մեջ բաներ կարդացի մեր գացության շուրջ, եկեղեցիի շուրջ, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններուն շուրջ հայ լալուտ կսկսի սանշնալ։ Այսինքն մեզ որքան պիտի ամաչցնեն, մեզ որքան պիտի վարգազրգեն, մեզ որքան պիտի ամոթալի երեսնից կոց ճամփան կալենք։ Մենք խրոխտ ասք էինք,
Վիկտոր Համբարձումյանով, Վասկեն Վեհապարով, Բարույր Սևագով, Խաչիկ Տաշտենցով, Շարլ Ազնավուրով խրոխտ ասկ էինք, հբարտ ասկ էինք Արցախի վերադիրացումով, մեր 1918-ի պատմությամբ, մեր 301-ի առաջին եկեղեցի, առաջին pedagogan քրիստոնյա պետությունը լալով աշխարհի վրա, Վատիկանեն առաջ, որքան անթունդ պիտի ինանք, բարոն Արթուր, խոսե պրոբլեմը։ Մինչև վերջ։ Գիտեք, ես ինչ եմ մտածում, որ Թուրքիայի այցի հետ կապ ունի եւ ընդհանրապես ինչ որ գործողությունները վերջին տարիներին անում է Թուրքիայի։ Իմ կարծիքով Էրդողանը Հայաստանի հետ խնդիր չունի, այսինքն Հայաստանը կարելի ասել ենթարկված մի պետություն է իրեն, Նիկոլ Փաշինյանի կանչում է, ասում է, անմիջապես արվում է։ Բայց այս եկեղեցու վրա հարձակումը, նույն Դաշնակցության վրա հարձակումը, նույն Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, դրանք իմ տպավորությամբ կապ ունեն Սփյուռքի հետ, որտեղ Էրդողանը խնդիր ունի Սփյուռքում, Հայաստանի հետ խնդիր չունի, ինքը այստեղ է խնդիր ունի, որտեղ հայկական Սփյուռք, հայկական լոբինգը միշտ աշխատել է իր դեմ եւ իրեն համար խնդիրներ է առաջացրել։ Հիմա Նիկոլ Փաշինյանի առաջ խնդիր է դրված քանդել այդ կառույցները, թույլատրել Սփյուռքը, թույլատրել Հայաստանի ու հայ ժողովրդի, այսպես ասենք, հայ ժողովրդի արտաքին ազդեցությունը։ Դուք ինչ կարծիք եք։ Ես փոքր դարբերակումը որտեղ տեսեք Դաշնակցությունը համահայկական կառույց է, եկեղեցին ամենահզոր համահայկական կառույցն է։ Սամվել Կարապետյանը Սփյուռքում ամենամեծ Սփյուռքում Ռուսաստանի համայնքում ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Շատերն ասում են, եթե Քրքորյանը լիներ, ողջ իրեն էին բռնելու։ Մի խոսքով, չեք կարծում, որ սա թուրքական շահերից բխող մի քայլ է եկեղեցու եւ նաեւ Դաշնակցության վրա հարձակումը Սփյուռքը թույլատրելու ուղղությամբ։ Նայեցեք, մոդեռնիտ շատ լավ ցևով վերքին վրա գտնեք, բարոն Արթուր, սակայն ասեմ, որ Էրդողանը Հայաստանի հետ հարց չունին, դերևս քիչ մը շատ բարձապանված ցևով է։ Ասեմ ինչու։ Էրդողանը Հայաստանի ներգայի իշխանության հետ հարց չունի։ Ասել չի, որ Էրդողանը Հայաստանի ժողովրդին հետ հարց չունի, Հայաստանի ազգային դիմադրողականությունը կարծես թե մարել է, չկա։ Զատ նյութ է, բայց շատ մոդիկ նյութ է, գողմնագի այսօր հետ կապված նյութ է, գտնանք ադորալ անդրադառնալ, բայց իմ հասկացողությանս, մեր հասկացողությամբ 7 տարի է եւ հadoop կերպով 5 տարի է ի վեր, մեր ազգի եւ մեր պետության ողնասյուները, հիմնասյուները մեկ առ մեկ թիրախավորվելու եւ քանդվելու ընթացքի մեջ են։ Հարցը սկսավ անկախության հռչակագիրն, անցավ սահմանադրության, հասավ Փանագին, հասավ Արցախի հայաթափման եւ բռնագծման անեքսասիային դեպի Ադրբեջան, հասավ մինչեւ ինտիմություն, հասավ նաեւ ուրեմն եկեղեցի։ Երբ որ թուն ասկիմը ողնասյուները գքանտես, հասավ Սփյուռք, հասավ ցեղասպանություն, ուրեմն մեր ես Սփյուռքահայ եմ, այսօր 10 միլիոն հայության 7 միլիոնը Հայաստանեն դուրս գաբրի։ Իմ էությունս սահմանված է 1915-ին մուշեն իմ մեծ հայրերուս դուրս տրվելուն եւ մեծ հորս հոր Մշո Սուլտան Սուրբ Կարապետի դեր Խաչատուրի իսպանության հետ։ Ես այսօր չեմ որոշած գլանդել կալ եւ ապրիլ, որովհետեւ օդը ավելի լավ է գլանդելի մեջ։ Ես այսօր շբրդված եմ 100 տարի առաջ մուշեն։ Տուն երբ կուքաս Սփյուռքահայուն գսես, որ ցեղասպանությունը քո խնդիրն է, պատկերացուցեք, որ Նաթանյահուն կամ Իսրայելը ասեր, որ հոլոկոստը Լեհաստանի հрьяաներու խնդիրն է, Գերմանիո հрьяաներու խնդիրն է, Իսրայելի պետության հարցը չէ, շոան։ Ես կգարձեմ, որ հաջորդ օրը Նաթանյահուն այդ ճաշտոնի վրա չերլար եւ հրաժարած կլար։ Մեր ժողովուրդը այնպիսի հոգեգան ուրեմն բաները անցվեցավ աս վերջին 7 տարվա ցնցումները եւ հուսալքութենը անցվեցավ Արցախի պատերազմով Հայաստանի բարդությամբ Արցախի ցեղասպանությամբ, Արցախի ցեղային զդումով, Արցախի բռնագծումով, Սփյուռքի մեջ բարակդում հարաճացնելով, անհանդուրժողությունը անթույլատրելի Փարսունքներու հասցնելով, արդեն այսօր հայություն հուսալքության առաջնորդված է։ Եվ որ հուսալքության գերտաս գորովդ կբաքսի, թիմատրականությունը, իմունիզացիան կբաքսի, եւ այդ բոլորով մեկ կսկսիս հայության երամիությունը որ գար Հայաստան, Արցախ, Սփյուռք, կսկսի զատ
ենթագարույցներու վերածելու, մեջտեղը շահգաբումը կանթելու եւ արդեն տուն ասկը կանթելով, բեդականությունը կանթելով, մեկ իշխանության օրով գիրակորձես բեդականության եւ ասկի հսկայական վնասներ։ Եվ հիմա այսօր մենք դեռ հասած ենք, որ նայեցեք թուրքը այնքան խելացի էր 1918-ին հաշի վրա ձեր, որ եթե Էջմիածին հարված է եւ գրավե, հայության սիրտը կխոցե։ Քիչ առաջ էսի այդ պատճառով է որ Սարդարաբադ Ղարաքիլիսե եւ բան եղավ, արդեն ինգազ էր Գյումրին 1918-ի մայիսի 20-ի 22-ի թրվածքով Գյումրին ինգազ էր մարդիկ դեպի Էջմիածին գալեին։ Մենք ունեցած ենք սովետական ճնշումներ մեր եկեղեցին վրա։ Դուք ինձ լավ գիտեք, դուք սովետը ապրած եք, պարոն Արթուր Գենթաթրեմ։ Հայաստանի մեջ եկեղեցիներ կանտված են։ Խաչը հանել են, սարքել են պահեստներ։ Եվ միայն Հայաստանի հարց չէր, Վրաստան նույնն էր, Ադրբեջան նույնն էր, որովհետև համայնավարական կոմունիզմի, բոլշևիզմի հասկացողությամբ գրոնքը դեղ չուներ։ Այդ հալազանքներում մենք թիմացած ենք։ Մենք թիմացած ենք ցարական Ռուսիո 1906-1907-ի եկեղեցի թեմ հալազանքներուն։ Այո։ Իսկ եթե գուզեք գիտնալ եկեղեցի կարևորությունը, միայն կմնա գարտակ Վահան Թեքեյանի եկեղեցին հայկականը։ Ասվարգյանի ցերկիստակ չունիմ, կխնդրեմ արիտ ունենաք թրեք եկեղեցին հայկականը Վահան Թեքեյանի, որ հայության բարակային պատկերացուցեք, որ 1724 տարեկան եկեղեցի է։ Էջմիածինը կառուցված է 301, 302, 303 թվականին դրտատ թագավորի եւ բանի միջոցով Գրիգոր Լուսավորիչի թուն ունեցած ես հոն Գրիգոր Լուսավորիչ ունեցած ես կաթողիկոս ներսես շնորհալի որ այսօր ամբողջ աշխարհը կճանչնա իբրև հանջար ներսես շնորհալի ունեցած ես Խրիմյան հայրիկ իբրև վեհապար ունեցած ես Վասկեն վեհապար որու ցերամբ եւ որու օրով Սարդարաբադի գաթող գառուցված է 1968-ին սովետի օրով գառուցված է Ձիզեռնագապերտ Իսլամյագի արիտով 1965-ին Վասկեն վեհապարի օրով ունեցած է Քարեքին Այբ Սարգսյան ամենան հայոց որ եղած է թե Գիլիգիո գաթողիկոս եւ թե այդ աթորի մասին է որ գխոսենք այո իսկ եթե որևէ խնդրեմ կա կուսակրոնության հետ մենք ադոր մեջը մտնող ենք բնական է որ դա առիթ է ուղղակի թեման բացելու մինչև ուր կարող է գնալ երիտ բոլշևիկները Հայաստանի այսօրվա իշխանությունների նկատի ունեմ մինչև որն է լինելու նրանց հաջորդ քայլը ասես Երևանից ձեզ հարցում են այո առաջին հարցումին իբրև շարունակություն եւ այս թեմային շուրջ ինչպես գիտեք հաջորդ 5 տարին նոր իշխանության կամ նույն իշխանության կսկսի 2026-ի հունիսի 7-ին եւ գերտա մինչեւ 2031 այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը այն ծևով հանդուկն եւ հախուրն քայլեր կառնեն որ իրենց ծրագիրներու ամբողջացումը կգարոդի Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը 2026 թվականի հունիսին եւ որբեսի այդ ծրագիրները իրագործվին եւ որբեսի Փաշինյանը վերընտրվի եւ վերարտադրվի ուրեմն օպոզիցիան ընդդիմությունը որ այսօր գոյություն ունի Փակրատ Սրբազան Աչաբահյան հայապողական տաշնակցություն Արցախի հայություն եւ Արցախի ղեկավարներ որոնք կցեպագալվին ընդհանրական ընդդիմություն բոլորը պետք է չեզոքացվին Եվ աստանշանը ինքը դվավ, այսինքն 26 տարի է վեհապարը 1999-ին ընդրված էր հարց չի գար, հանգարց հիմա եղան հարցերը։ Այսինքն այս բոլորը 7 տարի է ինքը իշխանության գլուխ է։ Այսինքն նայեցեք նույնիսկ Փակրատ Սրբազանի թեմ մեղադրանքները որ կան, pedagogan հեղաշրջումի եւ այլն։ 2024-ին Թուղթի գդորիմը վրա կամ ուրեմն որսորդական հրացաններու հետ կապված բաներ իսկապես կարելի է խրճալ։ Պետական հեղաշրջման փորձ մի օքի արել, դա հենց Նիկոլ Փաշինյանն է։ 2008 թվին հրամայեց հարձակվեցին ոստիկանական մեքենայի վրա, այրեցին, 2018 թվականին ինքը անձամբ գլխավորեց ջարդելով մտան ռադիոտունը գրավեցին։ Այնպես որ մինչև ուր կարող է գնալ, ինչ սպասենք հաջորդ քայլը, որովհետև մենք արդեն կարծես թե իմունիտետ ենք ձեռք բերել, արդեն չենք զարմանում, այլ չենք ինքը շարունակելու է պարոն Արթուր ամեն ծևի քաղաքական օրագարկ
իր իրավաբահ ուժերով եւ ոստիկանությամբ ես նոր Երևան այցելած էի ամիս ու կես առաջ եւ իսկապես զարմացած էի, որ ինչու այսքան ոստիկանություն կա Երևանի մեջ ամեն անգյուն ոստիկանություն կա ամեն շարունակելու այդ մեթոդիկան Երևանից մեր գործընկերները հարց ունեն խնդրեմ ամրացնեք դեր համեցեք Արթուր իրականում Մոսկվայից Հայկն է հարցի իրավունք խնդրում միանանք Հայկին Մոսկվայից Ողջունում եմ իմ մոտ այսպիսի հարց է ձեզ ուղղված մենք գիտենք որ լավ լոբիստական հնարավորություն ունեն մեր հայրենակիցները ես այսօր տեսա Վրաստանի իշխանությունների դժգոհությունը որ ամերիկյան սենատորները քննադատել են Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, որոնք նույնիսկ համեմատելի չեն Հայաստանում տեղի ունեցող այդ ապօրինություն եւ այլն, եւ հարցը դաշնակցությունը իր լոբիստական կառույցներով կարող է այնպես անել, որպեսզի գոնե ԱՄՆ-ի թե նոր իշխանությունները, որոնք ավանդական արժեքների կողմնակից են, թե կամ գոնե դեմոկրատ սենատորներ, կոնգրեսականներ հայտարարությունով հանդես գան, Եվրոպայից այդքան հույս չկա, որովհետեւ այնտեղ հակառուսականության հողի տակ պատրաստ են ցանկացած ապօրինության վրա աշկ փակել, օրինակ իմ գործընկերը Ստրասբուրգում արդեն այդ հացը տվել է մոտավորապես այդ պատասխանն է եղել, որ մենք պատրաստ ենք համակերպվել միայն թե Ռուսաստանի դեմ լինի, չնայած ինչ կապ ունի Ռուսաստանի հետ մենք էլ չգիտենք, իսկ Ամերիկայից կարող ենք ստանալ այսպիսի արձագանք, որը գոնե կզսպի որոշ չափով այս իշխանություններին։ Նայեցեք, տաշնակցությունը եւ կամ հայտարարի գարույցները, որոնք զուգահեռ աշխատին տաշնակցության կամ աշխատին հատկապես տաշնակցության հետ համահունչ, իր լոբիստական աշխատանքը ուղղված է ցեղասպանության ճանաչման, Հայաստան, ուրեմն Արցախի հետ կապված քաղաքական հարցերուն հիմնականի մեջ եւ Հայաստանի մեջ ժողովրդավարության իրավական գարկերու, որ շատ կարեւոր են եւ ուրեմն սոցիալական գարկերու հաստատման աշխատանքի մեջ։ Մենք Ամերիկայի, ասենք հայտարարի հանձնախումբերը Ամերիկայի լոբիստական միջոցները չեն օգտագործած կամ չեն շահագործել Հայաստանի իշխանություններուն թեմ աշխատանք տանելու։ Մենք մեր բոլոր կարողությունը գտնենք եւ հայտարարի հանձնախումբերը գտնեն Հայաստանի մեջ առողջ ժողովրդավար իրավական եւ լավ ընկերային սոցիալական գարկեր հաստատելու բարակային։ Այսինքն ինչ կվերապերի pedagogan մասշտաբի մտահոգությունները բացահայտ են Ամերիկայի իշխանությունները կտեսնեն ինչ կբադայի Հայաստանի մեջ կարծում եք տեսնում են իրենք այո մենք կտեսնենք որ իրենք կտեսնեն եւ իրենք մտահոգություններ ունին սակայն նա մի մորնակ որ Թուրքիան ՆԱԹՕ-ի հիմնական ուժ է հսկայական բանակ ունի հոն նաև կան աշխարհակահաղական տվյալներ, ադորամար մենք նաև Չադակովը եղած ենք, որ Հայաստանի շահերեն չեր փխեր միավեկտորիալ արևմտամետ միան աշխատանք տանիլ, որովհետև այդ տարածաշրջանի մեջ ավելի քան 200 տարի է վեր 1826-ին վեր ցարական Ռուսիան, սովետական միությունը, Ռուսիո Թաշնությունը միշտ ունեցած են ասկային pedagogan շահեր հարավային Կովկասի մեջ։ Եվ մենք հարաճացնելով փախում այդ շահերուն թեմ վնասի մեջ կտնենք Հայաստանը։ Ադորամար շատ կարևոր էր որ միան արևմտամետ քաղաքականություն չի վարել։ Այո, բայց պարոն Խաչատրյան, Հայկի հարցը ես երկրորդեմ։ Տեսեք, օրինակ չեմ ասում Թրամփը, բայց J.D. Vance-ը քրիստոնյա եւ շատ հաճախ շատ խիստ կերպով հարտահայտել է հատկապես Եվրոպայում քրիստոնյաների դեմ հալածանքների, այսինքն նա հակադարձում է գլոբալիզմը, քրիստոնեության դեմ է եւ ամբողջ աշխարհում հալածում են քրիստոնյաները։ Չէ՞ կարծում որ սա այն դեպքն է, ես հասկանում եմ, օրինակ դաշնակցությունները նաեւ հյուպատոսարանների դեսպանատ հայկական դեսպանատների մոտ ցույցեր չի անում, եթե չեմ սխալվում։ Բայց սա այլ դեպք է, քանի որ կարծես թե Հայաստանը բռնազավթված է թրքամետ իշխանության կողմից, որը թուրքական ծրագրի առաջ տան։ Եվ չէ՞ կարծում որ այսօր հենց պետք է նրանց հասնել այն, որ Հայաստանի այսօրվա գլոբալիստ իշխանությունը, չգիտեմ, կասկածելի նպատակներ հետապնդող հալածում է քրիստոնյաներին, քրիստոնեական եկեղեցին։ Եվ ավելին ասեմ, տեսեք Էրդողանը քանի 3 հովանավորյալ ունի իմ կարծիքով Ալիև, Փաշինյան եւ Ջոլանի Սիրիայում 3-ն հալածում են քրիստոնյաներին։ Ուրեմն Ալիևը ոչնչացնում է հայկական եկեղեցիները Արցախում
Ջոլանին սպանում է քրիստոնյաներին, ոչ միայն հայ, այլ նաև հայացքի հունական եկեղեցու պայթուններ եղան եւ այլն։ Իսկ Փաշինյանը հարձակվում է սեփական, այսինքն չգիտեմ, սեփական համարում է թե բայց եկեղեցու վրա։ Այս խնդիրը կարծում պետք է հասնել ուրեմն ամերիկյան ներկայավարչակազմին, որոնք իսկապես հանդես են գալիս քրիստոնեության պաշտպանության դիրքերից։ Առաջին պատնեշը, որ Էջմիածինը պաշտպան է, հայ ժողովուրդն է։ Առաջինը, միակ եթե մենք պաշտպանենք ոչ ոք շատ հստակ ծրացը եւ մենք ունենք մեր մտահոգությունները, առաջին ուրեմն անցարկելը որ պետք չէ գարեն անցնել եւ պիտի ամեն ինչ աշխատելի որ չանցվի, ուրեմն հայ ժողովուրդն է իր Հայաստանով արդեն տեսակ դուք քիչ առաջ Էջմիածին կամ Երեգոյան եւ ժողովուրդը տեսակ հոն եւ ուրեմն սպիրկով քիչ առաջ ակնարկեցիք նաեւ սպիրկին ես բարոն այգի հարցումին պատասխանելով նաեւ ասեմ որ սպիրկի մեջ հսկա ցասում գա պատահածներուն գծով Ռուսաստանեն մինչև ուրեմն նախ ասեմ որ Բոսո պատրիարքությունը հայտարարություն հանեց իր ցասումը հայտնելով Անտիլիաս երկու անգամ հայտարարություն հանեց Էջմիածնական թեմը արևելյան Ամերիկայի իր ուրեմն թշկոհանք հայտնեց ասմասին կաթոլիկոսի թեմ արշավին եւ Էջմիածնի թեմ արշավին Ռուսաստանեն Ֆրանսա Բելգիկա Հոլանդա ամերիկաները Կանադա քիչ առաջ Լիբանան սպիրկը գարդահայտե իր ցասումը հարվածել Էջմիածինը գնշանակե հարվածել հայության սիրտը ասի չենք որովհետև մենք չափազանց գրոմփի ուրեմն գոմ Դուք տեսաք, որ քաղաքացիները պարզապես մայթին կամ Տեսեք, մենք տեսանք այսօր ամբողջ օրվա ընթացքում Հայաստանում եկեղեցու զանգերն էին հնչում։ Այո։ Երբ են հնչելու Լոս Անջելեսի հայկական եկեղեցիների զանգերը։ Հուսամ Ինչու է լռում երկրորդ ամենամեծ համայնքը։ Ես կարծեմ ոչ թե միայն Լոս Անջելեսի զանգերը պետք է հնչեն, այլ ամենուրեք պետք է հնչե։ Հոս շատ կարևոր նյուանսը ասեմ բարոն Արթուր։ Մենք չենք ասել որ ամեն դվյալները ունենք եւ ամեն բարակայի տակ եկեղեցին շիդագ է, կարեկին վեհապարը շիդագ է կամ սխալ է աս հարցերում մեջ։ Մեր ասածը այն է որ աս չէ ցևը հարցերը հետապնդելու։ Եկեղեցին հալածանքի պետք չէ ընթարկվի, այսպիսի լեզու պետք չէ օգտագործվի։ Մենք որովհետեւ եթե սապորը գդրվի, ատքի հետո սապորը իդ գազմելը շատ դժվար է։ Ադոր համար է որ մենք բադվար պետք է հանդիսանանք, մենք բատնեշ պետք է հանդիսանանք, որ չի ուրեմն հարվածվի եկեղեցին։ Ինչ է սպասվում վերջին եզրափակիչ։ Ինչ որ ակցիաներ, հայտարարություններ սպասվում են, թե ոչ։ Այստեղից։ Նայեցեք, միան հայտարարություններու հարց չէ, հայտարարություններ եղած են եւ պիտի ելան։ Նաև դուք խոսեցաք եկեղեցիներու զանգերու ղանչումին մասին, ժողովուրդը իր ցասումը պետք է արտահայտե, որովհետեւ Հայաստանի իշխանությունները տեսնեն, որ մեկ իշխանության օրոք չեն գնալ 100-200 տարվա վնաս կատարել հայ եկեղեցուն, հայ ազգային արժեքներուն եւ այդ ցևով Սփյուռքը, Հայաստանը, Արցախը իրար հետ ուրեմն թեմթիմացնելով եկեղեցին մեջը ներառելով հայ ժողովրդի բավական ծանր վրացներու առաջնորդվին։ Բոլորս ունելիք ունենք ժողովրդային ցասումը առաջին հանգրվանն է այդօր եւ ենթադրեմ որ այսօր հետևանքը պետք է լա որ Հայաստանի իշխանությունները անդադարնան որ իրենց ժամանակը այլևս վերջացած է սպառած է եւ նաեւ քալդարվա անդրություններուն այլևս իրենք վերարտադրելու Գարելույթունը փակված է։ Շատ շնորհակալ եմ պարոն Տեր Խաչատուրյան, իդեպ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ մենք նախապես այլ թեմաներից էինք որոշել խոսել, շատ մեծ օրակարգ կա եւ ամերիկյան քաղաքականության վերջին զարգացումների մասին եւ դաշնակցության եւ մի շարք այլ թեմաներով, բայց այս իրադարձությունները փոխեցին մեր օրակարգը, բայց հուսով եմ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք ավելի ծավալվել նաև այլ կարևոր թեմաների մեջ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցը Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Տարոն Տեր Խաչատուրյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։